Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակի կարկառուն անդամները կաթողիկոսին ու մյուս հոգևորականներին թիրախավորում են, մեղադրում այս կամ այն բանում, հիմք ընդունելով օնլայն հարթակներում հրապարակված ինչ-որ նյութեր, որոնք փաստահեն չեն։ Եթե Փաշինյանց համար եկեղեցու դեմ արշավի համար կարող են հիմք հանդիսանալ մամուլում հրապարակված նյութերը, եկեք տեսնենք, թե այսքան ժամանակ մամուլը ինչ է գրել հենց իր մասին։ Մամուլը գրում է, որ նույնիսկ համալսարանը չավարտած Փաշինյան Նիկոլը լրագրող եղած ժամանակ փողով նյութ գրող է եղել։ Մարդկանց սպառնացել է իրեն գումար տալ, թե չէ կհրապարակի իրենց կյանքին վերաբերող դրվագներ։ Այդ նույն մամուլը գրում է, որ պետական միջոցներով մեծ հարստություն է դիզել արտերկրում կնոջ հետ տներ է գնել։ Մամուլը գրում է, որ պատերազմը հենց Փաշինյանն է պարտվել, որ 5000 զոհի մահվան միակ մեղավորն ինքն է։ Մամուլում նաև լուրեր են պտտվում այն մասին, որ Փաշինյանը հոգեկան խնդիրներ ունի։ Եվ վերջապես, մամուլը գրում է, որ Փաշինյանը հայտնի է որպես բանսարկու, քաղաքական պատճառներով ամենավերջին սրբությունների վրայով անցնող մարդ։ Սա մամուլն է գրում։